ասում ենք խոսացողներին կամ միշտ վախեցել եմ խոսելուց, ասել եմ արդար խոսացողին տեղ չունի, կամ էլ երեխուս են իմ խոսալու պատճառով երեխուս են նեղացրել, ճիշտ է, ես չեմ ասում, ինչը, Որ ձեր խոսքի պատճառով իրեն ավելի տեղեկությունը զգում եմ, տեսնում եմ, արդյունքում տեսնում եմ, ինչ է, ես ինչքան կարելի է մարդու սենց քաշքշել, անդադատական գործեր բացել, սուտ տեղը, ոնց կարելի է։ Անմեղ մարդուն դուք գիտեք, որ Ղուկասյան Արսենը անմեղ է, դուք շատ լավ լրիվն էլ գիտեն, ու ես ճիշտ է, առողջապես վատ եմ, իմ վրա շատ ազդում, նաև իմ երեխու վրա է ազդել, իր առանց հետ էլ քայքայված առողջությամբ նստած ընդեղ 4 պատի մեջ դարելա, չգիտեմ, ճիշտ է, իրան բոլորը հարգում են, բայց ինձ պետք չի, ոչ մեկի հարգանքը, առավել ևս այն սուտ խոսքերը, որ ասում են խոնարհվում ենք ծնողների առաջ, այդ տիպի խոնարհում ես կուզենամ գնան իրանց հարազատների համար խոնարհվեն, կորցնեն խոնարհվեն, ես չեմ անեցք տալիս, բայց այդ խոնարհումը խոնարհում չի աղջիկ ջան, հալածում են մեզ խոշտանգում են, ես մի հատ նորմալ քուն չեմ ունեցել, այսինքն ամբողջ ջղաձգման մեջ եմ լինում, այդ կարգի, համ էլ մնացել է իմ այդ ոնց որ ասած հույս ու ապավենը, այդ կիսատ վատ առողջության տեր տղան, ես էլ ոչ մեկ չունեմ, ես չեմ ասում, ոչ ուրիշ, առանց ամուսին պահել եմ երեխեքիս, այդ ձևի որբ մնացել են, հիմա էլ որբերը թորներս են մնացել, զոհված տղայիս երեխեքը, ես չգիտեմ, որ մեկի դարդը ինձ այս վիճակի եմ հասել, ամեն կյանքում այսպես տուժածներին իրանք էլ ավելի սեղմում են, որ ասում են ընկածին քացով տալիս են, որ ավելի խորը գնա, այդ ինձ քացով տալիս են հիմա, իմ երեխուն ինձ, կորցրել է իր ամենաթանկը, ուրիշ մեկը չունի, հայր չունի, ուրիշ եղբայր չունի, քույր չունի, այդ ոնց որ ասած մարդը լեզու ունի, արդար մարդը, ազնիվ մարդը պահանջում այս բոլորի համար պահանջում է, որ մեր երեխեքից մի լուրջ տեղեկություն տան, հանցանքա գործել, հա, փայտ բռնելը հանցանքա, որ ոտքերս ցավում է, վիրահատված է իր ոտքը, ինքը բեռնախցիկից իր փայտը հանելա, որևէ մեկին տեսել են, որ խփելա, ունեն վիդեո, որ խփելա, ումն է վնաս տվել, որ այդ ձևի դաժան ձևի վերաբերվեցին, իմ երեխու հետ չթողեցին անգամ մի հատ մոտենամ, տեսնեմ սկորի երեկել այդ օրը վատացել էր, դատարանում ոչ մի օգնություն ցույց չէին տվել, բանում այդ կալանավայրում Բերթում էլի, Բերթ չի էդի, Բերթա, հա, Բերթը ամենախիստ տեղն է, որ տարել են, տենց խիստ, տենց վտանգավոր հանցագործ էր, հա իմ տղեն։ Նշում եմ, որ հատկապես ծնողները զինծառայողների անհետ կորած պատճառը նաև նրան տանելու այն է, որ բավականին ակտիվ է եղել Ղուկասյանը, այսինքն նա բազմիցս օգնել է եւ իրենց հարցեր բարձրացնողը ինքն է։ Ծնողները բոլորն էլ ակտիվ են եղել, բոլորն էլ խոսել են, պարզապես չէ ինքը ներկա, ոնց որ մյուսները նենց էլ ինքը, մյուսներին իրանց անմիջական երեխաներն են, իրան աղբոր երեխան, աղբերը չկա ինքն է այդ անհետ կորած թորանս հարցերով զբաղվում, առանձնապես ես էլ եմ վիդեոները տեսել, ես չեմ իմացել, ինձ չի ասում, ես չեմ գնացել այդ, բայց ովքեր եղել են մեր ծնողները, բոլորն էլ ակտիվ են եղել, բոլորն էլ խոսել են, պահանջել են, երբ որ ոստիկաններն եկել են քաշքշել են, իրանք են հրահրել, հիմա պետք է ասենց ձեռնես դնեմ մեջքից կանգնեմ, ասեմ խփեք, քցեք, տշեք, ինչ արեք, հա, այտենց պետք է լինեն, մարդը չի կարա, որ իրան բրթում են ինքն էլ բրթի, հա, ինչ է արել։ Տիկին Մարիամ, իսկ Արսեն Ղուկասյանի կալանավորումից հետո այս անհետ կորածների հարցերով շարունակում են ծնողները զբաղվել բնականաբար, բայց նոր հանդիպումներ եղել են։ Չէ, ես դիմել եմ, մի անգամ գնացել ենք դատախազություն, գլխավոր դատախազություն, ես բողոք էի ներկայացրել,
նշելով եւ Արսենի հիվանդությունների մասին, որ երկրորդ կարգի հաշմանդամային որդին եւ որ ասենք առանձնապես տենց իմ գիտենալով ինքը տենց բան չի արել էլ, ասենք որ տենց խիստ երկու հոդված դնեն վրան ու տանեն ձերբակալին միանգամից դատարան բանդ տանեն։ Ես այդ բոլորը նշել էի այդ դիմումից բողոքից մեջ, բայց ինձ մերժել էր այս տերիտորիայի, այս շրջանի դատախազությունը իմ դիմումս մերժել էր, որ ես խնդրել էի, որ հաշվի առնեն, որ անհամատեղելի է իր հիվանդության հետ, ասենք այդ կալանքը, խնդրել էի, որ խափանման միջոցը փոխեն, ազատեն էլի իրան կամ ասենք մեղմ ինչ-որ մի բան, եթե անգամ ինչ-որ մի բան էլ չնչին մի բան, տենց չեմ պատկերացնում։ Ինչ է կարծում, դատավորը ընդառաջ կգա։ Ինչ իմանամ, դատավոր իրա խիղճը, եթե ինքը մարդկային խիղճը, արդարությունը, որևէ ինչ-որ մի բան կա իրա մոտ, պետքա որ հաշվի առնի։ Այս վիճակը ես չգիտեմ, ինչ իմանամ, ես ով է։ Նախկին դատավորը, ասենք, չգիտեմ, ով էր, ինչ էր, ոչ տեսել եմ, մենակ քննիչին եմ տեսել, շատ նեղված էի քննի։ Դատավոր չբանը ինչը Կարանովա դերձախը։ Հա, դե ես լսել եմ այտենց, բայց ես ինքս ոչ իրան տեսել եմ, ոչ էլ խնդրում էի աղաչում այդ ոստիկաններին ասում էի թույլ տվեք էլի մի հատ տեսնեմ էլի ասեմ իմ վիճակը, տեսնի մարդը կհասկանամ մի քիչ մարդկային խղճմտանքը իրա ոնց որ ասած կխոսի էլի իրա մեջ ինչ-որ մի զգացմունք կունենա բան, բայց ում ես ասել